տեսեք ուշագրավ մի բան այսօր դատավորին տեղադրեցիր արդեն Մարիամ, մենք ունենք մեզ մոտ ուրեմն այն հայտնի դատավորը, որ բոլոր ընդդիմադիրներին դատում էր եւ այլն, ինձ հետաքրքիր է։ Հիմա իրան են դատում։ Հիմա կարող ես Նիկոլը Շուրայապը ընդդիմության կողքը խաբար չեն։ Իմիջիալոց ես ասեմ։ Ձերբակալել է Նիկոլի սրտի դատավոր ընդդիմադիրներին դատած Արտուշ Գաբրիելյանին իրականացում են քննչական գործողություններ հակակոռուպցիոն կոմիտեի քննվող վարույթի շրջանակներում։ Իմիջիալոց Նիկոլենը ցանես լրտեսախմբի սաղ ներկայացուցիչներին դատի ու ինքը փրկվի։ Հնարավոր տարբերակ է։ Եվ այդ լրտեսախումբը կարա մտածի ու զգուշանա, որտեղ մի քանիսին SMS-ներով ռադարեց, այն մեկնալ սուտ ընդդիմություն է խաղում, ինչ անում են Չոբանը, որ ոչկարեր հանում ծախում ով էր Աղազարյան, այդ Չոբանին ուրեմն դրելա հանելա դուրս եւ բաներ են առաջացած, չէ՞։ Որա ընդդիմությունա դարել, էս արել, այն արել, բայց այնքան նրա մի ազնիվ բան կար դրա մեջ, որ ասեց արա դες պարլամենտից ուր հելնեմ, բա այն հիպոթեկը սոփագի, այսինքն ոչեր եկել օրենք մշակել։ Սիրելի ժողովուրդ, քայս համար, մեծ համար, եկել է իր հիպոթեկը փագերը տեղել փող կար, պարգևավճար կար, էլի կողու կուշտից գումարներ կար։ Ինչ պարգևավճար, ինչ փող, այդ մարդը $300,000 գործերի մեջ է։ Դե հա, դե պետք է այնտեղ ելնես։ Այդ ամեն ինչը արվում է նրա համար այդ հիպոթեկ ձևական, հիմա Սուրեն Պապիկյանը ինչքան զինվոր է մահանում, այդքան իրատաներն ու եղածը միլիոնները մեծանում է։ Հիմա այդ կապիկությունը, որ հիպոթեկ են կար, դա Նիկոլի ու Անայի կապիկությունն է, այս բոմժերին ասել են գնացեք ձևական հիպոթեկ գրվեք, որ ձեր այդ միլիոններն ու միլիարդները չերևա։ Իրանց ամենավերջին բոմժը սովորական ասած ձերքի շարժը $300,000-400,000 ինչի մասին է խոսքը։ Ես մի բան հիմա որ ասացիք Սուրեն Պապիկյանի, ես մի բան ասեմ, երբ Վաչագանի մարտական ուղիներ ինձ պետք, որովհետև ես այս գոյանքների ձեռքից որևէ պարգև չէի ընդունելու եւ ինձ ասացին այդ դեպքում դի մարտական ուղին ունենաս, որ հետագայում ապացուցելի լինի իր արած սխրանքները եւ դիմեցի ուրեմն Արցախից եկավ պատասխան 21 թիվներ մի գեներալ ինձ գրել էր գիտեք բանը ինչա լուծարվել է այդ գունդը եւ այլևս մենք որևէ տեղեկություն չենք կարող ձեզ հաղորդել Եվ ես ապշել էի, ոնց թե չեք կարող, ես իմ երեխեն այսքան ճանապարհ անցել, այդքան կռիվների եմ մասնակցել ու դուք չեք կարող տալ, եւ այդպես, ուրեմն ջնջած գնաց այդ էջը, եւ ես իմանալով, որ թեթև ծանոթություն եղել է, դիմեցի Պապիկյանին, դիմեցի, որ այդ մարտական ուղին ինձ պետք է, այդ մարտական ուղին ընդհանրապես մի քանի օրվա ընթացքում առաջի կետից մինչեւ վերջի կետը Արցախը ներկայացրեց Եվ ես այդ շնորհակալությունը երբևէ չեմ հայտնել, բայց ես սովոր եմ, եթե որևէ բանով դիմել եմ եւ ստացել եմ դրա գնահատականը մանավանդ զավակից հետ կապված, որի հետ կապված ամեն ինչը ինձ համար ուրիշ նշանակություն ունի եւ երբ օրինակ ես իմացա, որ Ավինյանին էլ դիմել է այն ժամանակ փող վարչապետ Ավինյանին, ինքը Նիկոլին չէր դիմի, որտեղ արդեն հրապարակա դրան ասել էր, որ ոչ մի բան է, դիմել էր, որ գիտես, այն քիրիկերներից մեկը աղիքային խնդիրներ էր ստացել այդ կատնամտերքից եւ շատ լուրջ խնդիրների առաջ էր կանգնել։ Բժիշկը ասել էր, որ կատնամտերքից է եղել այդ խանութի երևի ժամկետ անց կամ միջով։ Դիմել էր, որ հետևեք, այ մարդիկ են մահանում, բան դուրն են հետում։ Եւ ես ուզեցի դրանից էլ իմանալ, որ ինչ ա եղել, ինչ չի եղել, դա լայախ չարեց պատասխանել, հետո իմացա, որ համբալ տղա է, դե համբալ տղան ոնց կպատասխաներ։ Ես ուզում եմ ասել, որ այո, դրանք եղել է եւ ես ուզում եմ, որ երբևէ սիրելի ծնողներ առիթներ չունենաք նոր պատերազմներում ձեր զավակներին կորցնելու, թեպետ այս ընթացքով եթե մենք գնում ենք ոչ թե պատերազմ Ամբողջ երկիրը վերացնելու եւ ամբողջ ժողովրդին վերացնելու գործընթացին ենք մղբում։ Սրանք անընդհատ դա են քննարկվում։ Ոչ այն Ռիչարդ Մուրն է գալի մեր համար ինչ որ բան մշակի։ Մանավանդ որ Թուրքիայի արտգործ նախարարը հետը տանում կամ արտաքին հարցերով զբաղվող ինչ որ գոյանքի եւ սրանք էլ այսպես գնում են ուրախ զվարթ, մետները մասնակցում են եւ մոտիկից Ռիչարդ Մուրեն էս են տնում, այն են սրանց թվում է իրենք կարևոր ինչ որ ֆիգուրներ են եւ մոռանում են որ դրա թիկունքում Հայաստանն է վերանում ազգա վերանում այս ամեն ինչը ջնջվում է դուք չեք պատկերացնի սրանց հիացմունքը որն է որ մոտիկից Պուտին են տեսել այն Թրամփը չթողեց իրեն մոտիկից տենան այդպես մի քիչ մանրաշնորհ կան Ես դատավորի մասին խոսեցի ուզում եմ հիշենք Գարիկ Գալյանին դատող դատավորի Սա ուղղակի համազգային խայտարակություն է հերոսի հայրը Մխիթարի հայրը, Մխիթարը, որ իսկապես մարտական գործողությունների մասնակցել է, կաջաբար կռվել է եւ իր հոր ու մոր կերպարը տեսնելով արդեն հասկանում եք, չէ՞, սիրելի հայրենակիցներ, ինչ տեսակ կռվող եղել Մխիթարը։ Մխիթարի հորը մի բաժակ ջուր շփելու համար
տարել դատում են։ Շատ լավ է, շատ քիչ է արել։ Բայց ինչպես կարելի է հայ ժողովուրդ ջան, ես հիմա վերջերս էր որ Սրբազանին հանդիպեցի այս խոսակցության ընթացքում, Սրբազանը մի բան ասեց, թե ինչպես են Իրանի ժողովուրդը իր հերոսների ծնողներին, այդ նահատակվածների ծնողներին պաշտում, հարգում, մեծարում եւ ինչպես են այստեղ վարվում, տանում նետում են զնդանը, գիտեք ինչ են զնդան, գիտեք ինչ են տնային կալանքներ ու ամեն ոչնչացնում են մեր գենը, ցույց են տալիս նրանք, ովքեր ազգային արժեքների կրողներն են, նրանք, ովքեր թշնամուն ասում են թշնամի, դավաճանին դավաճան են ասում, այս մարդկանց պետք է պատժեն, որովհետեւ կարողանան, չէ՞ դա որտեղ սրանց ակաշները անդադ ոլորում են։ Արա, այս ինչ եք թողել հայրենից խոսի, հայրենիքից խոսի, հայազգից խոսի, մի հատ վերացրեք։ Եվ արագորեն պիտի կատարեն, որովհետև այս դուխով տրյապկեքի բանուգործը դա է եղել։ Բայց արդեն երերացել է, Արգելի Անժելա, մենք տեսանք, որ եւ Գյումրու ընտրությունները, եւ Փարաքարի ընտրությունները։ Ինչ Գյումրու ընտրությունների մասին, հա։ Ես գիտեք, մի բան էի վստահ, որ ԿՊ-ն չպիտի լինի առաջնորդ եւ ընդդիմությունը կարողացավ հետո միաբանվել եւ ունենալ իր քաղաքապետը։ Ես իհարկե նաեւ մտածում եմ, որ կարող է մինչեւ քվեարկության օրը միաբանվեին, ցավոք այդպես չեղավ եւ հիմա որ Վարդան Ղուկասյանն է եղել, շատերը այդպես անցյալի բանից հնչեցնում են, բայց Գյումրուի Սրբազանը, որը բոլորը գիտեք, որ ճշմարտախոս եւ անվեհեր, ուրեմն Սրբազանը ինչ ասաց, որ ասաց նա առաջվա Վարդան Ղուկասյանը չէ, նա շատ արդեն բաներով ինքն էլ հասկացել է, հասունացել է եւ շատ լավ ծրագրեր կիրականացնի Գյումրու համար, բայց ես այդ օրերին չխորանալով, որտեվ լավ կենսագրությանը այդտեղից անոթ չեմ, ես ընդհանրապես Վարդան Ղուկասյանի շնորհակալության հղում արեցի նրա համար, որ ժամանակին Հովանես Թումանյանի Թիֆլիսյան տունը առավ եւ նվիրեց մեր ժողովրդին։ Եկեղեցին էլ դուք ասացիք, որ վերականգնել է, ուրեմն կեցը։ Բոլորդ գնացեք Գյումրի եւ անպայման մոմ վառեք։ Իսկապես համարում եմ դա լավագույն նվերներից մեկը մեր ազգին Թումանյանի թանգարանը։ Հարցեր նաեւ բարձրացրեցինք։ Այդպես, հիմա տարբեր մարդիկ ասում են գալիս են վտանգի արժև է, միայն այդ տեղական խնդիրները չխոսեց, ինչի արժև է կանգնած։ Ես միշտ խուսափում եմ արտաքին քաղաքականության մասին շատ լուրջ բաներ ասել, որտեղ դրանք շատ լուրջ վերլուծություններ են պահանջում։ Մենք տեսանք այս մակերեսի վրա խլբլացող ճիճուները ուրբերին հասցրեցին մեզ, սրանք ովքեր արևմուտքին դասս կանգնած ծափեր էին տալիս, հնչեցնում էին։ Ես այն ժամանակ ամենասկզբի պահերին դեռևս չգիտեի, որ սրանք սնուցվում են, որ փողը կոլոլում կողում են սրանց համապատասխան տեղը եւ սրանք ծափեր են տալիս։ Հասկանում եք, իսկապես չգիտեի։ Ասում եմ, դե սրանք դրել են ազգի համար, երկրի համար շահականություն են փնտրում, բայց պարզվեց այդպես չէ։ Դա անձնական շահ էր։ Եվ երբ այն բնապահպաններ կային, որ մի հատ խոտ էին պոկում գալիս, խմբով հայտնվում էին այդտեղ, հետո գոյություն չունեցան։ Եվ մի անգամ այստեղ մեր Նաիրա Զորաբյանը շատ հետաքրքիր բան ասաց, ձևակերպումը շատ դուրս եկել էր, ասում էր, այդ սորոսականներ, որ ասում է, եթե դրանցից մեկից մի պահպանակ մեկը գողանա փողոցում, բոլորը կհավաքվեն, կասեն, մենք պահպանակներ ենք։ Հասկանում եք։ Եվ դա ձեր ակումբից հնչեցրեց։ Սա է գնահատականը, իրական գնահատականը սա է։ Եվ ես ուզում եմ, որ այդ ճանաչելի դառնա, եւ սրանց տևական այդ ինչա միջոցներով, որ կարողանում են համահարթեցնել մարդկանց ուղիներ դուրս գալ։ Ես նորից Սոլժենիցինի խոսքն եմ ուզում ասել։ Եթե ուզում եք դուրս մնալ այդ ստի կայսրությունից դուրս գալ, մի լսեք դրանց ելույթները, մի կարդացեք դրանց թերթերն ու մամուլը, եւ դուք կմեռնի այդ սուտը, որտեղ ապրելու տեղ չի ունենա, բայց դուք դնում եք եւ համացանցում եք սրանց խոսքերը տարածում եւ արա ով են սրանք, որ սրանք խոսք ունենան ու դուք էլ տարածեք։ Ես նորից ուզում եմ ասել, սիրելի ժողովուրդ, թույլ մի տուր, որ քո հերոսների ընտանիքները անարգվեն, թույլ մի տուր, միայն թուրքը կարող է դատել հերոսի հորը, միայն թուրքը կարող է տնային կալանքի ենթարկել Գալեյանին, ով բազմաթիվ վիրահատություններ տանելով մի կերպ մնում է։ Եվ մի օր այնպիսի բան ասած, ես էլ էի ուզվել, ասում եմ, գիտես, այս վերջի անգամ որ տարան սրտի վիրահատությանը, չէի ուզում գնալ, ասի ինչի։ Ասում եմ, դե սրանք կմտածեն, թե ես ուզում եմ ապրեմ, այսքանից հետո։ Հասկանում եք ինչ է ասում։ Հասկանում եք ինչ է ասում։ Իր երեխու կորուստից հետո այս մարդու համար կյանքում շատ բաներ է կորել, անհետաքրքիր դարձել։ Բայց դուք տանում եք մի հատ էլ հետո ուզում եք զնդան նետել, ամոթ չի արա, ինչ որ մի հատ անհասան մեկ, ինչ որ մեկի վրա ջուրա շպրտելու լավ արել։ Հասկանում եք, թքում եք արա, չգիտեմ, ականջուկ, չիտեք կտրում, ես ինչեր եք անում, մի հատ դատ ու դատաստան չկա։ Երկիր եք 5000 արուն եք խմել, այդ արյան պատասխանը լինելու է եւ ես էլի եմ ասում, մենք մահապարտ լինելով
ձեր ոչ մի բան չներկայացնող գոյության կորուստը չենք ուզում, որտեղ դուք ոչինչ չեք ներկայացնում, որ ասեմ ԿՊ-ական բարագլուխներին ոչնչացնելով մենք փառատում կգտնենք։ Այդ տղերքի մի մասը ձեզանից թանկ արա, դրա ամբողջ կուսակցությունից թանկ է, գոյանքներ։ Գնացեք Վաչագանի գիրքը կարդացեք, մի քիչ տղամարդի շնորհ գավերները տարա։ Այն ոգեղեն խոսքերը կարդացեք, ոնց էր մարտի գնացել, ոնց էր պայքարել, ոնց էր կարողացել պատանիներին հետ խրգել առաջնագծից, ինչու որտեղ հասկացել էր, որ սրանք պատժված չեն, որ իրենց օրոք եղավ պատերազմը, եւ կամավորի իր մեկնումը ռազմադաշտ նաեւ պայմանավորված էր դրանով, որ այս մատղաշ երեխեքը զոտ չդառնան։ Հասկանում եք, որ կյանք արժե եւ նա այդ առաքելությունը ուներ, բայց նա երբեք չէր պատկերացնի, որ կդավաճանվեր յուրայինների կողմից, որ գերագույն գլխավոր փալասը չի կարողանա առաջնագծը զենքով ապահովել, հասկանում եք սա ինչ է։ Մենակ հոխորտանքն էր, որ բերանը ծառացածում էր կասկածում եք, որ ես գարդարա դու կովրա ծիծաղում ես, չէ՞ հիմա որ դու բանես գերագույն գլխավոր հրամանատարս հանդես եկել։ Ողբամ քեզ ժողովուրդ, այն ժողովրդին, որի ուրեմն գլխավոր հրամանատարը նման գոյանք պիտի լինի, որին հետո այդ մյուս պարտված կողմի, ես նրան Ալիևին համարում եմ պարտված կողմ, այդ կապ չունի, որ այս գոյանքները իրենց վրա պարտություն վերցրեցին։ Պարտված կողմը նա էր, որ 44 օր աշխարհի զինանոցը դադարեցին մեր գլխին, բայց մեր երեխեքը պահեցին այդ տարածքները։ Կարողացան պահել, եւ այդ տարածքների մեծ մասը հանձնվեց պատերազմից հետո, որտեղ մենք ունեինք պարտության սիմվոլ, կապիտուլյանտ ունեինք, որը պիտի գնար հանձնելու, որը તો հենց նախապես էլ եկել էր այդ ամեն ինչը անելու։ Եվ հիշում եք ինչպես էր հրապարակում հայտնում, ասում են թե ես եկել եմ տարածքներ հանձնելու, բայց ինչ էիր անում, բայց դու մենակ տարածքը չէիր հանձնելու, վամպիր, դու եկել էիր մեր երեխեքի այրունը խմելու եւ դա քեզ չի ներվելու։ Դե քեզ չի ներվելու եւ էլի եմ ասում, մարդու երևակայությունը չի կարող պատկերացնել այն պատիժը, իրական, արդար պատիժը, որին արժանի եք դուք։ Շնորհակալություն։ Հաղթանակները լինելու են, համախմբումները լինելու են։ Շուտով։ Իմ ժողովուրդը լինելու է, Հայաստանը լինելու է։